Իսպանիայի հարավում արևն ու երկինքը բոսորագույն են դարձել, եվրոպական երկրի Ալմերիա նահանգը դժոխքի մեջ է, կարմրադեղնավուն երկնքից կրակ է թափվում, սա Իսպանիան պատուհասած ամենաողբերգական ու մասշտաբային անտառային հրդեհներից է։ Պատճառը մայրուղու մոտ ընկած էլեկտրական մալուխն է եղել, որի հետևանքով առաջացած կրակը օդի ավելի քան 40 աստիճան ջերմության եւ ուժգին քամիների պայմաններում կայծակնային արագությամբ տարածվել է Լոս Գալարդոսի անտառածածկ տարածքում։ Տարերքը խլել է 1 տասնյակից ավելի մարդու կյանք, մահացածներից ոմանք հայտնաբերվել են ավտոմեքենաներում, ոմանց մարմիններն էլ գտել են պատուհասած հրդեհի գոտու տարբեր հատվածներում։ Նախնական տեղեկություններով զոհերից 4-ը բրիտանացի են, որոնք հայտնաբերվել են մեքենայում։ Կան տասնյակ տուժածներ ու անհետ կորածներ, տարբեր աստիճանի այրվածքներով ու ծխահարված բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են, տարհանվել է ավելի քան 1000 բնակիչ։ Սա ուղղակի սարսափ է, այնինչ տեսնում եք իմ թիկունքում զարհուրելի է։ Հրդեհի բռնկումից հետո քամիները շատ արագ տարածում են կրակը։ Մենք ստիպված ենք բնակիչներին արագ տարհանել այստեղից։ Մահաբեր հրդեհը շարժվում է դեպի բնակելի տարածքներ, մարդիկ հեռվից հետևում են, թե ինչպես են իրենց տները կրակի ճիրաններում հայտնվում։ Հրդեհաշիջմանը ներգրաված է շուրջ 300 մարդ, այդ թվում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ եւ զինվորականներ։ Կրակը փորձում են մարել թե ցամաքից, թե օդից։ Սա աննախադեպ ողբերգություն է, վնասն ու ցավն անդառնալի են։ Կան բազմաթիվ զոհեր, պարզապես չեմ կարող նկարագրել այդ ցավը։ Անդալուզիայի կառավարության անունից ցավակցում եմ մահացածների հարազատներին։ Ամենայն հավանականությամբ մահացածներից շատերն արտասահմանցիներ են, որոնք անտեսել են տանը մնալու հրահանգներն ու փորձել են ավտոմեքենաներով փրկվել։ Բոլորին կոչ եմ անում առավելագույն զգուշություն դրսևորել։ Իր ցավակցությունն ու վիշտն է հայտնել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Իսպանիան արդեն մի քանի շաբաթ բառացիորեն տառապում է անոմալ շոկից, ինչն էլ հանգեցրել է խոշոր հրդեհների առաջացմանը։ Իսպանիայի փարթամ անտառածածկույթը կրակից փրկելու համար գործի է դրվել նոր տեխնոլոգիա։ Ահռելի ջրաշիթերն ապահովում են բուսականության խոնավությունը, նվազեցնելով բռնկվելու հավանականությունը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։